Օրը բարի է, թանկագիներս, սա այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Լավ օր եմ մաղթում բոլորիս։ Կարդում եմ Հռոմեացիս 12-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Հռոմեացիս գիրքը շատ հրաշալի խորհրդատու գիրք է։ Ընդհանրապես Աստծո խոսքը մեզ գրվեց խրատի, հանդիմանության, խորհուրդ տալու համար։ Վերցնենք եւ կատարենք։ Այս խոսքն էլ վերցնենք եւ կատարենք։ Սերն առանց կեղծավորության, չարն ատեցեք, բարիին հետևեցեք։ Եղբայրսիրության վրա, իրար վրա գթած եղեք։ Պատիվ տալու մեջ իրարից առաջ անցեք։ Հրաշալի տեղ է, սիրելիներս, սերն առանց կեղծավորության։ Ես խոսում եմ չար ու բարի մասին։ Փաստորեն սիրելիներս, եթե առանց կեղծավորության է, ուրեմն դա բարի սեր է։ Եթե կեղծավոր սեր է, դա չարն է, սիրելիներս։ Եթե շահադիտական սեր է մեր մեջ, դա չար է։ Մենք պիտի անկեղծ սեր ունենանք իրար հանդեպ, եղբայրասիրության մեջ, մեր ամեն բնագավառներում սերը պիտի թագավորի, անկեղծ սերը պիտի թագավորի։ Եթե շահադիտական դա շատ վտանգավոր է, նույնիսկ տեսեք Պետրոսի օրինակը, երբ որ Տերն ասեց ես կգնամ, կխաչվեմ, կմահանամ եւ այլն։ Գիտեք Պետրոսը քաշեց մի կողմ Տիրոջը, քավլիցի քո հետ չի լինի, իսկ Տերն ասեց ետիս գնաս սատանա։ Միգուցե նայեք, արտաքինից Պետրոսը լավ բաներ ուզում, բայց դա Աստծո կամքը չէր։ Միգուցե Պետրոսը sense մարդկային սիրում էր Հիսուսին ու ուզում էր օգնել։ Միգուցե շահադիտական սեր էր, քո հետ լավ է sense, ինչի էլ գնաս, մահանաս, sense ապրենք էլի։ Չգիտեմ, թող Տերը օրհնի, ես եւ դու անկեղծ սեր ունենանք։ Կեղծավորությունը թող գնա մեր կյանքերից Հիսուսի անունով։ Ամեն ու ամեն։